Փառք եղբայրներ եւ քույրեր, օրհնյալ է Աստված իր ամեծ ողորմության համար, որ այսօր եւս մեզ մեկ անգամ հնարավորություն տվեց այդտեղ հավաքվելու։ Եվ ես ուզում եմ այսօր Տիրոջմով կիսվեմ ձեզ հետ մի նյութի մասին, որ սենց եմ, ճիշտ Աստծո խոսքը բոլորը կարևոր է, ես չեմ էլ ուզում ինչ-որ բանը վերնագրեմ, բայց սենց ասեմ, թուլասրտություն, որը որ այսօր գնալով հավատացյալների մեջ շատանում է։ Հոգևորների մեջ հոգևորներն ավելի ուժեղանում են, բայց հավատացյալները թուլանում են։ Գիտեք ինչ, որտեվ հոգևորը երկինքն է տեսնում, հավատացյալը երկիրն է տեսնում։ Թող Տեր օգնական եղնի, որ մենք այսօր ամեն մեկս սկսենք Աստծուն նայել եւ այսօր որ եկել էստեղ ասա Տեր, ես ուզում եմ որ անձամբ քեզ հետ հաղորդակցվեմ։ Եվ տեսեք ինչ ասեմ, 19-րդ գլուխ, 2-րդ օրինացեմ, սա այն պատմությունն է, որ Տերը կոչ արավ Գեդեոնին, Գեդեոնը մի առաջնորդ էր, որ Աստված նրան կանչել էր։ Եվ Գեդեոնի կյանքի մեջ ինչ ասավ։ Գրված է 20-րդ գլուխ 5 խոսքից, կներեք 3-րդ խոսքից։ Եվ նրանց ասել, լսիր Իսրայել, դուք այսօր մոտեցել եք պատերազմի ձեր թշնամիների դեմ, ձեր սրտերը չթուլանան, մի վախենաք, մի զարհուրիք եւ նրանց երեսիցը մի դողաք, որտեվ ձեր Եհովա Աստվածը գնում է ձեզ հետ, որ ձեզ համար ձեր թշնամիների դեմ պատերազմե եւ ձեզ օգնե։ Հաճախակի եղնամա դեպքեր ասում է, եղբայրներ ջան, աղոթեք ինձ համար, որ զորանամ։ Եղբայրներ ջան, ինձ համար աղոթեք, որ չվախենամ։ Ժողովուրդ ջան, մինչև դու այդ մթությունով չանցնես, այդ ահ ու սարսափի վախի հատկությունը քո վրից չի գնալու։ Չի կարա ուրիշ մեկը քու տեղը անցնի մի ճանապարհ, որ քեզ ուժ տա։ Բայց տեսեք ամենակարևոր բանը, որ Տերը կանչեց հավաքեց, ասավ այսօր եկել եք մի վիճակի եք հասել, որ պիտի կռիվ տաք։ Կռիվը ձեզանից տեղնի դուք պիտի ներկա եղնեք, բայց զենք ու զինամթերքը ես պիտի տամ։ Քո տեղը ուրիշը չի կարա կռվի, իմ տեղը ուրիշը չի կարա կռվի։ Դու պիտի անձամբ մտնես այդ պատերազմի դաշտ, բայց այդ պատերազմի դաշտում ամենակարող Աստված ասում է մի վախեցի, ես քեզ հետ եմ։ Բայց հաճախակի որ գալիս է այդ կռվի ժամանակը, շատերս ինչ են անում, հետ ենք փախնում։ Դրա համար տեսնում ենք շարունակության մեջ ասում է 20 գլուխ 8 խոսքից, ով է այն մարդը, որ վախկոտ է, թուլասիրտ է, թող ետ դառնա գնա իր տունը, որ չթուլացնե իր եղբայրների սիրտն էլ իր սրտի պես։ Աստված հստակ կոչ արավ, ասավ ով որ թուլասիրտ է, թող նրանք հետ գնան, որ ինչ չանեն, այն եղբայրների սրտերն է չթուլացնեն։ Գիտեք Սուրբ Գիրքը, որ կարդում ենք, ասում է, կանչվածները շատ են, բայց ընտրյալները քիչ են։ Կանչված մարդ շատ կա, բայց ընտրյալն է համաձայնվում մեջ պատերազմի մեջ մտնելու։ Այսօր դու կանչված ես, բայց այսօր դու համաձայն ես դառնալ ընտրյալը։ Ընտրյալները պետք է Աստծո հետ հավիտենություն անցկացնեն։ Կանչված լիքը հավատացյալներ կան, բայց ամեն մեկ հավատացյալ չի, որ պատերազմին դիմանում է։ Գիտեք ինչի, որտեվ թուլասրտություն է ձեռք բերել։ Իսկ այդ թուլասրտությունը իմ ու քո կյանքը մասնելու համար մենք պիտի կանգնենք, մենք չպիտի փախնենք, որովհետև ամենակարող Աստված ասում է, ձեր Եհովա Աստվածը գնում է ձեր հետ, որ ձեզ համար ձեր թշնամիների դեմ պատերազմե եւ ձեզ օգնե։ Այսօր բարձրալ Աստված պատրաստ է քեզ օգնելու։ Եվ եկել էր մի վիճակ, որ ինչ է տեղի ունենում, տեսնում ենք, որ ամենակար Աստված ուզում է, որ մենք ամեն մեկս
անձամբ անցնենք այդ ճանապարհը։ Անձամբ պիտի անցնենք։ Եվ տեսնում ենք, որ Տերը տարավ մի ճանապարհ, ասավ, ով որ զենքը ձեռքին, ինչ կանի ձեռքը ձեռքին կմնա, եւ շամպես այդ ջուրը կլակի, ասավ, ինչ ասավ, նրանց ինչ արա։ Այսինքն նրանք թեպետև իջել էին ջուրը խմելու, բայց զենքը ձեռքերի մեջ էր։ Նրանց ուշքի միտքը պատերազմն էր, նրանց ուշքի միտքը ջուրը խմելը չէր։ Եվ գիտեք, այսօր ամեն մեկս պիտի կանգնել ենք մի փաստի առաջ։ Ու տեսնում ես, ինչքան շփվում ես շատ, ասենք, մարդկանց մեջ մտնում ես, տեսնում ես, որ մեկը մեկին զորացնելու փոխարեն ինչ են անում, մեկը մեկին ավելի են շփոթեցնում։ Գիտեք, հեշտ է խորհուրդ տալը, եղբայրներ եւ քույրեր։ Խորհուրդ տալը շատ հեշտ է։ Երբ որ մեկի տակությունը բարձրանում է, դու շատ հեշտ խորհուրդ ես տալիս, ես դեղը խմի։ Մի վախեցի, բայց ես կուտակությունն է բարձրանում, չգիտես ինչ անես։ Այդ հարցը մի օր մենք մեզ տվել ենք։ Ուրիշին խորհուրդ տալը հեշտ է, բայց ես կուտակությունը բարձրանում է, այդ ժամանակ այրևեմ, դու թուլասիրտ ես, թե վստահում ես Տիրոջը։ Եվ ես չեմ ասում, ինչ որ միջոցներ չձեռք բերես, բայց այդ միջոցները տեսնում ես, դու հույսը դնում ես ունայն բաների վրա։ Պատերազմը դու պիտի անցնես անձամբ, քո տեղը ոչ մեկը չի անցնելու։ Երբ որ Գեդեոնի հետ էլ մնացին ինչը 300 հոգի մարդ, բայց 23,000 հոգի թողացին ու գնացին։ Թուլասիրտ էին։ 22,000 հոգի, եթե չեմ սխալվում, 22-եր չէ, 32,000, ավելի շատ։ Հəm այսօր կարա բազմությունը շատ եղնի, բայց կանցվածները քիչ եղնի։ Իսկ մինչև քո տակությունը, իմ տակությունը չբարձրանա, մենք չենք տեսնի մեր վիճակները։ Աստված ուզում է ինձանից ու քեզանից անպար զինվորներ սարքի։ Աստված Տերը վախկոտ զինվոր չունի։ Իսկ այսօր դեռ մենք պատերազմը չտեսած վախենում ենք։ Այդ հարց ամեն օր ես պիտի տամ։ Եվ ոչ միայն տամ, ժամանակ առ ժամանակ էլ Տերը ինչ անեմ, բերեմ ամի փաստի առաջ կանգնեցի, տենա, դու պատրաստ ես մինչև վերջ գնալու։ Աստված ոչ թե զինվորներ է սովորական ուզում, այլ մահապարտ զինվորներ է ուզում, որտեղ մահապարտ զինվորները պիտի մինչև վերջ գնան։ Եվ հավատքի կյանքը դա մահապարտություն է։ Մենք ամեն օր արդյոք այդ ընտրությունը արել ենք։ Եվ եթե այդ ընտրությունը քո սրտի մեջ այսօր դու կկայացնես, ամենակարող Աստծո խոսքը քեզ է հասնելու, ասելով՝ մի վախենա, որտեղ ես քո տեղը եւ քո արժեվեցդ պիտի գնամ։ Մի վախենաս մամտի պատերազմի դաշտը։ Մի վախենա, որտեղ քո տեղը ոչ թե դու պիտի կռվես, այլ ես քեզ պիտի զորացնեմ։ Այո, դու պիտի քո ֆիզիկապես էությունով գնաս առաջ, բայց ես քեզ պիտի տամ զենք եւ զինամթերք։ Ես քեզ պիտի առաջնորդեմ։ Ես քեզ խոստացել եմ տանեմ երկնային առաքություն, պիտի տանեմ։ Մենակ հավատարիմ մնա։ Մինչև իմա հավատարիմ մնա։ Դրա համար այսօր ամեն մեկս ժամանակ առ ժամանակ տեսնում ես ինչի ենք շատ բաների մենք կոմպրոմիս գնամ, որտեղ թուլասիրտ եմ։ Ինչի ենք շատ ժամանակ մենք տեղից տեղ փոխվում։ Ասում եմ մարդ, այս կրակն ընկ այս կրակից փախնեմ, ասեմ ձեզ, այս կրակից փախար ուրիշ կրակի մեջ պիտի գնես, ավելի բորբոքված կրակի մեջ։
Թող Տեր օգնի, որ մենք այսօր իրականը այսօր այն վիճակն է, որ մենք ամեն մեկս պիտի կանգնենք ու էլ չպիտի փախնենք։ Բայց Աստված ինչ ասեմ, ասենք, օրինակ ինչի համար ասեմ, կանչվածները շատ են, բայց ընտրյալները քիչ։ Շատ մարդիկ գնում են ծառայության, գնացել են, իմ տղեն էլ է ծառայում, բայց ամեն մարդու չեն տանում սպեցնազ։ Հատուկ պատրաստված ջոկատ չեն տանում ամեն մարդի։ Հատուկ գործողության համար նրանք տանում են հատուկ վարժանքների։ Իսկ նայում են այդ զորամասում տեսնում են ով է ձիգ, ով է ամուր, ով է կամքից ուժեղ, ով է ֆիզիկապես ուժեղ, նրանց հանում են ինչ են անում, տանում են հատուկ ջոկատ են մտցնում։ Անդեղից էլ են զտեմ, որ ովքեր որ չեն դիմանա։ Հəm այսօր զինվորներ շատ կան, բայց հատուկ ջոկատի համար շատ քիչ զինվորներ կան։ Որտեւ այդ հատուկ ջոկատները նրանց նախապես հոգեպես պատրաստում են, որ դուք նես տեղեր եք մտնելու, որ կարող ալ հետ չդառնաք։ Դու նստեղ պիտի մտնես, որ էլ հետ վերադարձ չկա։ Բայց գոյություն Տեր Հիսուս Քրիստոսին, որ նա քեզ ուզում է հատուկ զինվոր սարքի, այո, կարա հետ դարձի ճանապարհ չեղնել, հետ չգաս, բայց երկնային արքայությունը պիտի ժառանգես։ Դրա համար այսօր Աստված չուզում գեղեցիկ հագուստով զինվորներ, այլ մահապարտ զինվորներ է ուզում։ Պատերազմի դաշտում զինվորը երբեք չէր մտածում գեղեցիկ հագուստով նկարվի, նրա ուշք ու միտքը կռիվն էր, պատերազմն էր, որ հերոսացան մեր եղբայրները։ Բայց շատեր ովքեր որ պատերազմի են առաջնագծում չէին, նրանք սիրուն նկարվում էին։ Պատերազմի դաշտում ժամանակ չունեն նրանք սիրունանալու, դզվելու, հարդարվելու, նրանց նպատակը կռիվն էր, մինչև վերջ գնալն էր։ Եթե ուզում ես այսօր երկինք մտնես, ես էլ քո հետ միասին։ Եթե քո մեջ այսօր կա այդ թուլասրտությունը ու թշնամին թուլացել է շատ բաներ եմ, ասա Տեր, ես ես մարդն եմ։ Տեր, ես ես մարդն եմ։ Տեր, ես հարցում ես թուլասիրտ եմ, ես հարցում թուլացել եմ։ Մի փոքր խնդիր ու ես շփոթվում եմ։ Մի փոքր դժվարություն եւ խառնվում եմ։ Մի փոքր գործազրկություն ասում, ես ինչ պիտի անեմ, ելք չկա, ելքը կա, երկինքն է։ Երկինքն է։ Այսօր գիտեք, քանի դեռ ինչ-որ իրավիճակներ չի եղել մեր կյանքը, մենք կարանք հեշտ ու հանգիստ ապրենք։ Քանի դեռ տեղները ստակ է, մենք ասում ենք, ես ինչ ընտիր է, բայց ցուրտ ժամանակ այրևեմ, ցուրտը որ եղնի, այն ժամանակ կերևա թե այստեղ քանի հոգի կմնա։ Տաքության մեջ սաղս է, գալիս ենք հանգիստ նստեմ, տեղներս տակ, այն ոնց են ասեմ, ճանջել չկա, հանգիստ պրոբլեմ չունենք։ Բայց մի քիչ ցուրտ ժամանակ, իսկի փոքր ցուրտ ժամանակ շատերս ինչ են կարում տրտնջեմ ու բողոքեմ։ Մեկն ասում է գնացի թոք հաղթնգա, թոքաբոր բնգա, մեկն ասում է գրիպ ընգա, մեկն ասում է էս արեցի։ Ես հիշում եմ, որ պաշտամունքների գնում ենք, ես չեմ ասում, անձս եմ գովում։ Մի տեղ կա եղբայրերն է գիտեն, մի գյուղ կար, որ պաշտամունքի են գնում, հետևներից լուսամուտը չկար։ Կամին էսենց վզվզացնում էր, ավելի առողջ էինք եղնում։ Բայց ինչքան տեղներից տաքանում է, ավելի ենք հիվանդանում, որտեվ տրտունջը պատճառը հանդիսանում էր հիվանդությունների։ Բայց երբ որ դու անկեղծ երկինք ես նայում, այդ քամին էլ քեզ չի ազդի։ Դրա համար թող Տեր օգնական եղնի, որ մենք այսօր մի փոքր քամիներից խառնվում ենք, բա մեծ փոթորիկների ժամանակ ինչ ենք անելու։ Այդ հարց ամեն օր դու պիտի քեզ տաս, ես ինձ պիտի տամ։ Մի փոքր դժվարության ժամանակ տրտունջներն ավելանում են, եւ Աստծուն հաճելի չի դա։ Բայց այդ դժվարության մեջ է, որ Աստված ասում է՝ մի վախեցի։
Ես քո առաջից պետք է գնամ, ես քեզ պետք է օգնեմ։ Դրա համար ասավ թուլասիրտներին հանի։ Աստված Տերը թուլասիրտներին հանելու ասեմ ձեզ։ Եվ հենց արդ թուլասիրտներից մեկը դու չեղնես, ես չեղնեմ։ Այդ թուլասիրտներին պետք է բանակից կամանց հանի, որ կողքիններին էլ չարատավորեն։ Եղել է դեպքեր, զինվորներ կան, որ ասենք, չեկած ինչ են անում։ Վայ, գիտեք ինչ ա եղնում։ Սենց անենց, ասեմ, դες սուտ են ասեմ, երեխեն էլ ա ծառայեմ։ Երբեք տրտուն չեմ լսե, բողոք չեմ լսե։ Եվ այդ ձևի զինվորը երբ որ սկսում ա չտրտնջալ, չբողոքել, ասել ամեն բան լավ ա, թեպետև ուներ դժվարություններ, նեղություններ, բայց այդ իրա չտրտնջալով, նա այն մեկին ինչ անեմ, այն նոր գնացողին թև ա տալիս։ Նոր գնացողին ուժ ա տալիս։ Եվ այսօր նույն զինվորները մենք ենք այս երկրի վրա, որ զինվորություն ենք անում։ Մենք հավատքի մարդիկ լինելով հաճախակի փոքր դժվարության ժամանակ սկսում ենք ինչ անել։ Տրտնջալ, բողոքել, դժգոհել, թուլացնել, եթե դու խրամատում կանգնողը դու ես, զինվորը դու ես, այդ ավակը դու ես, դու տրտնջացիր, բողոքեցիր, կողքիններդ ինչ են անելու։ Ինչ վիճակ է եղնելու։ Եթե դու հավատքի մարդ լինելով, ես հավատքի մարդ լինելով այս երկրային կյանքում ապրում ենք։ Դու այլ բան խոսում ես, պատերազմի ժամանակ դիրքդ լքում ես։ Քո հետի զորքը ինչ անելու։ Նրանք էլ փախնելու են ամենքը մի տեղ։ Դրա համար թող Տերը օգնական եղնի, որ մենք ամեն մեկս այսօր սա լուրջ հարց է, որ մենք կարա շատ սիրուն խոսանք, շատ լավ պատմենք, բայց իրականության մեջ պատերազմի ժամանակ հետ նահանջենք։ Բայց որպեսզի ետ չնահանջենք, մեկ անգամ էլ ես համար ուզում եմ կարդամ ու պիտի կանգնենք աղոթք անենք։ Աղոթք անես ու անկեղծ սիրտդ բացի։ Անկեղծացի։ Մարդը էլ եմ ասում, թող չնայ թե ինչքան տարվա հավատացյալ է քրիստոնյա։ Մարդիկ երկար տարիներ եղել են, բայց իրանց կյանքը մի հատ նես պարագա եղել, որ իրան չեն ճանաչել, պահ եկել ու հետ են փախել։ Դրա համար այսօր ասա Տեր ինձ բացահայտի, որ այն թեժ պատերազմի ժամանակ, պատերազմի դաշտը չլքեմ։ Ասում որտև ձեր Եհովա Աստվածը գնում է ձեզ հետ, որ ձեզ համար ձեր թշնամիների դերին պատերազմ անե եւ ձեզ օգնե։ Եվ ձեզ օգնե։ Պատերազմի դաշտը ինքը քեզ մենակ չի թողում։ Այսօր էլ ես կյանքը պատերազմ է։ Այս կյանքը պատերազմ է։ Եվ այս պատերազմի դաշտում հաճախակի ես այս մտքերը արտահայտում ասում եմ Տեր, ասենք ժողովուրդ, ասում եմ բոլորս էլ ունենք խնդիրներ, դժվարություններ, թուլություններ, տկարություններ, բայց դա ոչ մեկին մի հայտնի ասեմ ես։ Գնա մտի քու ծածուկը։ Աղոթք կար ասա Տեր ինձ զորացա, որ չթուլանամ։ Երբ որ ես թուլացա, կարա մի 5 հոգի ինձ նայեմա։ Ես օրինակ եմ իրանց համար։ Իմ թուլանալով այդ 5 հոգին էլ հետ ինչ կանեն, պետք է թուլանա։ Ամեն օր այդ աղոթքն արա։ Ամեն մեկը ձեր միջավայրը Տերը դրել է որպես զորագլուխներ։ Բայց ասում ամենակարևորը նայեք ձեր հավատքի առաջնորդին եւ զորագլխին, որի անունը Հիսուս Քրիստոս է։ Եթե դու ամեն օր իրան կհանդիպես, նա քեզ կասի քաջ եղի, ես աղթել եմ աշխարհին։ Բայց եթե մի օր այդ տեսադաշտիցդ գնաց, դու վախենալու ես, ես էլ քո հետ միասին։ Դրա համար Տերն ասում է ամեն օր ես ձեզ հետ եմ։ Չասում է տարին 1, ամիս 1, ամեն օր ես ձեզ հետ եմ։ Թող Տերը զորացնի եւ Տերը օգնի ամեն մեկիս։ Ամեն։ Աղոթենք։ Հավիտենական Աստված, անունդ փառավորվի Տեր,